Այսօր պատրաստեցի քիչ եւ քիչը պատրաստեցի պուաղոյով, այսինքն կանաչ այդ սոխուկներով, պուաղոյով, կարմիր պղպեղ կտեսնեք, դուրս կգա սա բլոգում, ուղղակի դες ցույց եմ տալիս, որ կարող եք այն բոլորը պատրաստել եւ սրա մեջ ոչ մի դժվար բան չկա։ Որոշել եմ միշտ այսպես փոքրիկ շորտեր դնել եւ դες ասել, որ շուտով կլինի ինչ որ մի հետաքրքիր բլոգ։ Ես անցյալ անգամ ես պատրաստեցի քիչը եւ քիչը չէր նկարահանվել։ Այս անգամ նորից էլի քիչ եմ պատրաստում եւ այդ քիչը այս անգամ սոխուկներով էր, տեսա կանանչ սոխով, այսինքն պուաղոյով։ Կտեսնեք լրիվ ոնց եմ պատրաստում, այստեղ ոչ մի դժվար բան չկա։ Ասեմ ձեզ, որ շատ համեղ է։ Ընդհանրապես ներող եղեք, երբ որ սլայոնի խմորով, շերտավոր խմորը ջուր բան ես պատրաստում, շատ համեղ է լինում։ Բնականաբար շերտավոր խմորն ունի իր յուրահատուկ համը եւ բոլորը սիրում են, անգամ երեխաները, բայց ասեմ ձեզ, որ քիչը շերտավոր խմորով շատ համեղ է։ Ուրեմն այս քիչը արտասահմանյան տարբեր երկրներում, որից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ տարբեր տեղեր, ֆրանսիական, քանի որ սա ֆրանսիական ուտեստ է, բավականին թանկ գներով են վաճառում։ Ես դա գիտեմ, հանկարծակի ինչ չասեք, թե տենց չի, կան տեղեր հատուկ բիստրոներ, ֆրանսիական բիստրոներ։ Հայաստանում կա ֆրանսիական գրված բուլանժերի պատիսերի, ֆրանսերենով բուլանժերի էր գրած, մտնում ես մի կրուասանը արժի այն գինը, որը Ֆրանսիայում տես գներ չկան։ Բայց ասեմ ձեզ, որ դա նորմալ է, որովհետև դա ֆրանսիական կերակուր է եւ շատ հայ մարդիկ, ովքեր ֆինանսապես լավ են իրենք, այսինքն լավ գումարներ են աշխատում, դա իրենց համար պրեստիժ է։ Բայց նրանք ովքեր ֆինանսականի տեսակետից մի քիչ ավելի հաշված են, չի որ աղքատ չեմ ասում, աղքատ բառը իմ բառապաշարի մեջ չի մտնում, այսինքն որ մեր բյուջեն հաշված է, մենք ամեն ինչ հաշվում ենք, երեխեք պատրաստեք տանը, ամեն ինչ կարող եք անել, հեշտ, համեղ, արագ, եւ գիտեք ամենակարևորը որն է, որ շատ շատերը խաբում են, այնքան դժվար է սա պատրաստել, այնքան դժվար բան չկա։ Կա համարձակություն, եւ կա ազնվություն, եւ կա սեր։ Եթե մի բանը դնում եք ձեր կերակուրի մեջ, դնում եք ձեր մաքրության մեջ, ձեր գործի մեջ, ձեր աշխատանքի մեջ, եւ կա սեր ամենակարևորը, հնարավոր չէ, որ դա չստացվի։ Այնպես որ իմ հայ կանայք, հայ աղջիկներ, պատրաստեք տան պայմաններում, արագ, համեղ։ Կտեսնեք սա բլոգում արագ ձևով ցույց եմ տալիս, իսկ մնացած երևակայությունը թողնում եմ ձեր վրա։